Քանի որ ոչ թե մենք պետք է նշենք թերություններն առավելությունները, իհարկե թերություններին կանդրադառնանք, բայց կարևոր է ներկայացնել, թե ինչ հիմնավորումներով են այդ փոփոխությունը տանում առաջ, որ մասնավորապես այս տիպի մեծ արդարադատության համակարգում շատ կարևոր մանավանդ քրեական արդարադատության ոլորտում կարևոր փոփոխություն կատարելը պետք է կոնկրետ ունենա փաստեր եւ վիճակագրություն։ Օրինակ, ինչքանով է ծանրաբեռնված դատական համակարգը, արդյոք այդ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը օբյեկտիվորեն, օրինակ, քիչ դատավորների առկայության պայմաններում է, թե դատավորների քանակը նորմալ են, պարզապես, օրինակ, բողոքարկումներն են շատ եւ ամեն դատավորի ծանրաբեռնվածությունն է մեծ։ Այսինքն պետք է հասկանալ, թե ինչ վիճակագրություն է առկա այդ ցկցկումների եւ ինչ նպատակ է հետապնդում գրավոր ընթացակարգով քննելը։ Բնականաբար ամենաակնհայտ նպատակը, որ հետապնդվում է, պետք է լինի ավելի արագ դատական ակտերի կայացումը, բայց պետք է միևնույն ժամանակ հաշվի առնենք, որ հակառակ կողմում էլ նաեւ մեղադրյալի լսված լինելու իրավունքն է եւ դատարանի առջեւ հանդես գալու եւ իր պաշտպանությունը իրականացնելու հանգամանքն է։ Ցավոք սրտի մենք ունենք դեռևս շատ իրադրություններ, մասնավորապես մանավանդ երբ որ խոսքը վերաբերում է ոչ թե պրոֆեսիոնալ իհարկե հանրային պաշտպաններն են պրոֆեսիոնալ պաշտպանություն իրականացնում, բայց ոչ թե փաստաբանական ծառայություններից օգտվող, այլ օրինակ հանրային պաշտպանի պաշտպանության ներքո գտնվող մեղադրյալների հետ, որտեղ որպիսի պայմաններում վիճակագրությունն էլ է ցույց տալիս, որ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության պայմանավորված ինտուիտիվ մեղադրյալները շատ ավելի լավ են իրականացնում թեկուզ հենց բանավոր ընթացակարգի պահպանմամբ իրենց պաշտպանությունը, քան եթե դա կանեին գրավոր տարբերակով։ Այսինքն, եթե մենք այս պարագայում զրկում ենք, հանում ենք բանավոր ներկայանալու հնարավորությունը, դառնում է, որ միայնակ ենք թողում մեղադրյալին ամբողջ դատական համակարգի հետ եւ եթե բնականաբար օրինակ առաջին ատյանում եթե անձը բախվել է անարդարության ակնհայտ է, ինքը դա արձանագրել է զուտ տրամաբանական կամ ինտուիտիվ եղանակով իր համար ակնհայտ է եղել, ապա հետագա բողոքարկումները սահմանափակելով բացառապես պրոֆեսիոնալ գրված վերաքննիչ բողոքի սահմաններով մենք անհամաչափորեն սահմանափակելու ենք այս մարդկանց իրավունքները ու նաև դուռ ենք բացելու դեպի ավելի շատ օրինակ ոչ իրավաչափ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու։